Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթվա վերջին օրն է մեկնարկում մեզ մոտ եւ այսօր մեկ հանդիպում ենք միասին դիտելու, որտեղ միմյանց հետ մրցելու են Արցախը եւ Պալերմոն, երկու հրաշալի թիմեր մրցում են միմյանց հետ, տեսնենք ի վերջո ինչպիսի հանդիպում կանցկացնեն երկու թիմերն էլ Պալերմոնը տեսնում ենք դաշտի կենտրոնից խաղը մեկնարկելու հաշված վայրկյաններից խաղը կմեկնարկի Հիմա տեսնում ենք մրցավարի սուլիչը կա, խաղը մեկնարկեց, ես էլ անցնեմ թիմերի հայտարարություններին Արցախի դարպասը պաշտպանում է համար 16 Էդգար Մաղաքյանը, համար 5 Արման Սահակյան, համար 7 Արգամ Հարությունյան, համար 8 Մնացական Հավետիսյան, համար 9 Ֆելիքս Շիլինգարյան, համար 10 Թիմի ավակ Արմեն Խաչիկյան, համար 11 Ժիրայր Անտոնյան, համար 15 Կարապետ Տաշյան, համար 18 Հովանես Վարդանյան, համար 21 Արման Գրիգորյան, համար 22 Էդգար Վարսեղյան, համար 77 Արշակ Գևորգյան և համար 88 Ալեքսանդր Սարգսյան։ Պալերմոյի դարպասում է համար 1 Վահե Ունանյանը, համար 4 Դավիթ Ավագյան, համար 6 Հայկ Մկրտչյան, նա թիմի ավագն է, համար 7 Գրիգոր Հովանիսյան, համար 9 Կարեն Այվազյան, համար 16 Նորայր Անդրեասյան, համար 20 Հովանես Սադաֆյան, համար 21 Նարեկ Քալոշյան և համար 26 Արամ Մարտիրոսյան։ Այսքանը կազմերի մասով բարեկամներ, հիմա տեսնենք ինչպես է ընթանում այս հանդիպումը Պալերմոն է տեսնում ենք գնդակով, փորձում է իր առաջին գրով կազմակերպել Մարտիրոսյան անցում կենտրոն և այստեղ խլեց գնդակը Խաչիկյանը կարող հիմա հակագրոհել Արցախը, բայց Քալոշյանը լավ գործեց հիմա պաշտպանությունում Արցախը գրոհի Սարգսյան փոխանցում, բայց այս անգամ էլ Այվազյանն է հեռացնում գնդակը, տեսնենք, բայց չհասավ այս գնդակին ի վերջո Նարեկ Քալոշյանը։ Կրկին դաշտի կենտրոնում տեսնում ենք սխալները շատ են Արցախի ֆուտբոլիստների կատարմամբ, բայց Պալերմոն էլ դեռ չի կարողանում երկար գնդակով լինել Անդրեասյան տեսնում ենք, թե շպայքար է ընթանում դաշտում Հարությունյանը սխալ փոխանցում կատարեց և կրկին Արամ Մարտիրոսյան կենտրոն Անդրեասյանի ուղղությամբ Նորայր Անդրեասյան հաշալի անցում Անդրեասյան արված թույլ էր մի փոքր Անդրեասյանի հարվածը Մաղաքյանի առաջին սեյվը տեսանք այս խաղում և առաջին հարվածը այս խաղի, որը դիպուկ իրացրեց Նորայր Անդրեասյանը Այսօր տեսնում ենք Պալերմոյի հայտարարությունից որակազրկման պատճառով բացակայում է Ռոման Լևոնյանը լավ պատխաղարկումներ տեսանք Այվազյան թողեց գնդակը Քալոշյանին Այվազյան և այստեղ չկարողացավ պահել գնդակի մոտ Կարեն Այվազյանը կարող է անցնել գրոհի Արցախը Սիմյան լավ նկատեց կենտրոնում Մաքսին Սարգսյան, Զարխեզրում է Ալեքսանդր Սարգսյանը
Հարությունյանի ներվից արված տեսանք Արգամ Հարությունյանից մի փոքր բարձր էր։ Հարությունյանի հարվածը Արցախն է։ Հարված կատարեց ի վերջո այս խաղում, բայց շեղ է հարվածը։ Ո՞ն գնացել է փող։ Լևոնյանն էր բացակայում Պալերմոյից, իսկ Արցախի կազմը ամբողջությամբ տեսնում եք տեղում է։ Խախտում էր այստեղ տեղի ունեցել, տեսնենք Մկրտչյան երկար փոխանցում հրապարակ, բայց գնդակ այստեղ Հովանիսյանը, Վիկտոր Հովանիսյան, Աղքից Անդրեսյանի հետ, Անդրեսյան փոխանցում շատ վտանգավոր հիմա փոխանցում տեսանք Նորայր Անդրեսյանից, բայց եզրափակող չեղավ թիմակիցներից այս փոխանցմանը և հարված կլինի Էդգար Մաղաքյանի պաշտպանած դարպասից։ Իր թիմի լավագույն ռմբարկուն այս մրցաշարում Նորայր Անդրեսյանը խփել է 6 գոլ։ Մկրտին նայ գնդակով Պալերմոն անցավ գրոյի երվից հարված Անդրեսյանի կողմից, բայց բարձր էր այս անգամ Անդրեսյանի հարվածը, երկրորդ հարվածը այս խաղում արդեն Պալերմոյի հարձակվողի կողմից։ Հրաշալի մրցաշար է անցկացնում Նորայր Անդրեսյանը, շատ մեծ դեր է խաղում իր թիմում, հիմա վտանգավոր կարող է ստացվել Հարությունյան, փոխանցումը չի ստացվեց այստեղ։ Եվ այստեղ էլ Այվազյանը լավ փոխանցում չկատարեց Անդրեսյանի ուղղությամբ։ Տեսնում ենք մի փոքր տարածքային առավելությունը Պալերմոյին է։ Հերվից հարված տեսանք Վարդանյանից, բայց բարձր էր Հովանես Վարդանյանի հարվածը։ Սխալվեց այստեղ Մարտիրոսյանը, Գևորգյան փոխանցում և հիմա ինչպիսի դիրքից բարձր է հարվածում Արգամ Հարությունյանը, այս սխալից հիմա կարող էր օգտվել Արցախի և հաշվի մեջ առաջ անցնել, բայց Արգամ Հարությունյանը նպաստավոր դիրքից բարձր է հարվածում, այնտեղ Արշակ Գևորգյանը լավ նկատեց Ուգանայիների մատույցներում Հարությունյանին, վերջինս է մեկ հպումով հարված կատարեց, բայց բարձր է նրա հարվածը, այլ Պալերմոն էր անցել տեսնում են գրոյի և առաջին անկյունայինը կլինի այս խաղում բարեկամներ, Պալերմոյի օգտին։ Այվազյան, փոխանցում Ուգանային հրապարակ, Վարդանյանը հեռացրեց գնդակը և հիմա կարող է հակագրոյել այստեղ Արցախը։ Սեղյանն նետվում է առաջ, փոխանցում Հարությունյան կրկին հայտնվել էր Ուգանային հրապարակում Արգամ Հարությունյանը, բայց այս անգամ նա չկարողացավ հարված կատարել, այս անգամ Բարսեղյանը աջ եզրից
լավ նկատեց կենտրոնում Հարությունյանին, փոխանցեց նրա ուղղությամբ, բայց չհասավ այս գնդակին ի վերջո Արգամ Հարությունյանը։ Տեսնում ենք երկու վտանգավոր հակագրող Արցախի կողմից այս վերջին րոպեների ընթացքում, բայց երկու դեպքում էլ Հարությունյանը չկարողացավ արդյունքի հասնել, այստեղ էլ Խաչիկյանը անհաջող փոխանցում կատարեց։ Շուտ է գալի հասում է։ Ատբո! Այլ այստեղ սխալվում է Հովանիսյանը, կրկին անցավ Արցախը գրոյի, բայց Մարտիրոսյանը խլեց գնդակը։ Ագրեսիան և խախտում նրա այդ պայքարում 10 րոպե անցավ բարեկամներ։ Այս խաղի մեկնարկից աննկատ անցան այդ 10 րոպեները, բայց տեսնում ենք հետաքրքիր և ակտիվ հանդիպում է ընթանում ամենա այս 10 րոպեների ընթացքում վտանգավոր ու իրական պահը Արգամ Հարությունյանին էր, վտանգավոր և նպաստավոր դիրքից նա քիչ առաջ բարձր հարվածեց։ Պալերմոն մի քրոքր կայուն հանդիպումներ է անցկացնում, քան Արցախ այս մրցաշարում։ 5 խաղից 12 միավորով Պալերմոն 5-րդ հորիզոնականում է, ընդամենը նա 1 պարտություն է կրել այս պահին, 4 հաղթանակ։ Իսկ Արցախը կրկին 5 խաղ է անցկացրել, վաստակել 8 միավոր և 12-րդ հորիզոնականում է գտնվում։ Գնա, առաջ, էլի։ Ագիս դետը դտա։ Տեսնում ենք Արցախն է գնդակով, անցել է գրոյի Գևորգյան։ Լավ գործեց հիմա պաշտպանությունը Մարտիրոսյանը և նետվում է առաջ, Արամ Մարտիրոսյան այստեղ լավ չմշակեց գնդակը։ Այդ մեկ պարտությունն էլ Պալերմոն գրել է Այաքսից, 1-2 հաշվով պարտվեց, շատ բարդ պայքարում ընթացավ այդ հանդիպումը և շաբազանց հետաքրքիր խաղում նրանք պարտվեցին վերջո։ Արցախն է կրկին անցել գրոյի, Բարսեղյան փոխանցում, Մարտիրոսյանը հեռացրեց գնդակը։ Առաջին անկյունայինն է վաստակում այս խաղում Արցախը, մեկական անկյունային երկու թիմերի կողմից։ Սունտուգանային հրապարակ Սահակյանն է հարված կատարում, շեղ էր այս հարվածը Արման Սահակյանին։ Խփված և բաց թողած
Online տարբերությամբ Պալերմոն լավ ցուցանիշ ունի հիմա։ Տեսնենք այս գրող Պալերմոյի Անդրեսյան կենտրոնում Նորայր Անդրեսյանը եւ խախտում նրա այդ պայքարում։ Ընդամենը 4 գնդակ է այս մրցաշարում բաց թողել Վահե Հունանյանը 2-4 հանդիպում է անցկացրել 1-ը այս Տուգանայինից հետո կնշեմ այդ հանդիպումները Հովանիսյանն է գնդակի մոտ մրցավարի սուլի չկա Գրիգոր Հովանիսյան թողեց գնդակը Մարտիրոսյանին եւ հարված շկավացավ այստեղ կատարել Արամ Մարտիրոսյանը ի վերջո Նապոլիի եւ Երևանի հետ անառիկ բայց իր դարպասը Վահե Հունանյանը Վերջին 10 խաղերում Պալերմոյի 5 հանդիպումը անառիկ է պայել իր դարպասը հրաշալի դարպասապահում է Պալերմոն Պալերմոն անցավ գրոյի Գրիգոր Հովանիսյան ձախեզրով շարժում է առաջ Հովանիսյանը փոխանցում եւ Վարդանյանը այստեղ լավ խլեց գնդակը հիմա կարող է գրոյի անցնել Արցախը բայց թույլ չտվեց այստեղ հիմա Արամ Մարտիրոսյանը Գևորգյանին Այլ գնդակի իր մոտ Այլ Անդրեսյանն է կորցնում դաշտի կենտրոնում Սարգսյան փոխանցում Գևորգյանին Գևորգյան Հունանյանը հեռացրեց գնդակը Ավագյան արված եւ հաշիվը բացված է բարեկամներ Դավիթ Ավագյան 1-0 Դավիթ Ավագյան 1-0 բարեկամներ հանդիպան հաշիվը բացված է ի վերջո առաջին խաղակեսի երկրորդ հատվածում կարողացավ պաշտպանի սխալից օգտվել Ավագյանը եւ գրավել Մաղաքյանի դարպասը տեսնենք հիմա այս գոլին ինչով կպատասխանեն Արցախի տղաները Տուգանային է վաստակել այստեղ Արցախը Սարգսյանն է գնդակի մոտ Սուլի չկա, տեսնենք Ալեքսանդր Սարգսյան արված եւ Արամ Մարտիրոսյանը գլխով հիմա հեռացրեց գնդակը անկյունային Արցախի օգտին տեսնենք այս անկյունայինը Սարգսյան փոխանցում Մարտիրոսյանն է նորից հեռացնում գնդակը շարունակում է Արցախի գրոհը այս անգամ էլ գործեց հիմա Սադոկյանը պաշտպանությունում Քրչյան լավ փոխանցում Անդրեսյանի ուղղությամբ, տեսնենք կարող է հիմա հակագրել Պալերմոն, բայց ուշացավ այստեղ փոխանցումը Անդրեսյանի կդառնա հիմա
բայց այստեղ սխալվեց հիմա Սադաֆյանը։ Գևորգյան փոխանցում աջ Բարսեղյանին, Էդգար Բարսեղյան փոխանցում նորից Գևորգյանին, Գևորգյանը արված պարկեց այս գնդակի տակ հիմա Արամ Մարտիրոսյանը ֆայլում է գործում պաշտպանությունում Պալերմոյի խաղացողը։ Ընդհուպ մոտեցանք բարեկամներ առաջին կեսի ավարտին, ընդամենը 5 րոպե մնաց առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտին, Դավիթ Ավագյանի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթում է այս պահին Պալերմոն Սխալվեց այստեղ Գևորգյանը և խաղթում Անդրեասյանի հետ պայքարում Փայլուն վիճակագրություն ուներ Պալերմոն վերջին 10 խաղերում փոխանցում Տուգանային հրապարակ շարունակվելու է գրող Պալերմոյի Սադաֆյան մտավ կենտրոն ներվից արված և Մաղաքյանն է փրկում իր թիմին Առաջին հարվածը տեսանք Հովհաննես Սադաֆյանի կողմից այս խաղում և երկրորդ անկյունայինը իր թիմին բերեց Ավագյան փոխանցում Տուգանային հրապարակ Սադաֆյան շատ լավ դիրքից հիմա գլխի հարվածով մի փոքր բարձր հարված կատարեց ի վերջո Հովհաննես Սադաֆյանը Դավիթ Ավագյանի 6-րդ գոլը Պալերմոյի կազմում Gena. Տեսնենք Ավագյան երկար փոխանցում Եվ հիմա վտանգավ կարող է լինել Անդրեասյան արված Փրկվեց այստեղ Արցախը Մաղաքյանը խնդիրներ ունեցավ հիմա իր դիրքում չկարողացավ սկզբում ֆիքսել գնդակ իր ձեռքերի մեջ և Անդրեասյանը օգտվեց այդ առիթից կարողացավ հարված կատարել, բայց փրկվավ Արցախը կրկին անկյունային Ավագյան փոխանցում Տուգանային հրապարակ նորից Սադաֆյանի ուղղությամբ վերջինս հարվածեց փրկեց իր թիմին Մաղաքյանը շատ վտանգավոր են ամեն խաղում տեսնում ենք Պալերմոյի անկյունայինները նրանց գաղտնի զենքն է այսպես ասած դարձել ամեն խաղում Այլ Արցախն է անցել գրոյի Արշակ Գևորգյան Եվ այստեղ հրաշալի գործեց հիմա Սադաֆյանը, բայց խլեցին նրանից գնդակը Գևորգյան արված, փակված է այս արվածը շարունակվում է Արցախը գրոյել Սարգսյան արված Վահե փայլուն սեյվը հիմա էլ տեսանք ակտիվացան հիմա էլ Արցախի տղաները Գևորգյան, Արշակ Գևորգյան կենտրոնում է և խլեցին նրանից հիմա գնդակը, բայց այստեղ էլ Խաչիկյանն է խլում գնդակը,
Դավացում Գևորգյան, տեսնենք Արշակ Գևորգյան, բայց մոտ գնդակը փոխանցում ձախ Հարությունյանին, Սարգսյան շատ վտանգավոր իր հիմա այստեղ և ֆիքսեց գնդակը, ի վերջո Վահե Հունանյանը, այստեղ էլ Անտոնյանը խաղում կատարեց, տեսնում ենք, երկու թիմերի կողմից էլ շատ են սխալներ այս րոպեի ընթացքում, այլ խախտում Արա Մարտիրոսյանի նկատմամբ, երկար փոխանցում Քալոշյանի ուղղությամբ, Նարեկ Քալոշյան, հարված և կրկին Էդգար Մաղաքյանը որսած գնդակը, Եվ վերջ բարեկամներ, առաջին կեսը մեզ մոտ ավարտված է Դավիթ Ավագյանի խփված գոլի շնորհիվ 1-0 հաշվով այս պահին Պալերմոն հաղթում է Արցախին, հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց, մնացեք մեզ հետ, կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, վերադարձանք, տեսնում ենք երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկել է և առաջին կեսից հետո Պալերմոն 1-0 հաշվով հաղթում է Արցախին Դավիթ Ավագյանի գոլի շնորհիվ, հետաքրքիր պայքարում ընթացավ առաջին կեսը, տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կանցկացնեն երկու թիմերը, հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները, Արցախ դարպասում Էդգար Մաղաքյանը, Արման Սահակյան, Արգամ Հարությունյան, վտանգավոր կարող է ստացվել Քալոշյանի հարվածը տեսանք և շեղերի վերջում Նարեկ Քալոշյանի հարվածը, մնացական Ավետիսյան, Ֆելիքս Չիլինգարյան, Արմեն Խաչիկյան, Ժիրայր Անտոնյան, Կարապետ Տաշյան, Հովհաննես Վարդանյան, Արման Գրիգորյան, Էդգար Բարսեղյան, Արշակ Գևորգյան և Ալեքսանդր Սարգսյան։ Պալերմոն դարպասում է Վահե Հունանյանը, Դավիթ Ավագյան, Հայկ Մկրտչյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Այվազյան, Նորայր Անդրեսյան, Հովհաննես Սադաֆյան, Նարեկ Քալոշյան և Արամ Մարտիրոսյան։ Այսքանը բարեկամներ կազմերի մասով, հիմա անցնենք խաղին։ Տեսնենք առաջին հերթին ինչ մեզ կառաջարկեն Արցախի տղաները, որովհետև նրանք պարտվողի կարգավիճակով են գտնվում այս պահին։ Ստանդարտ է վաստակել այստեղ Արցախը, ստացրեցին գնդակը և եզրային նետում։ Սարգսյան վտանգավոր կարող լինել հրաշալի անցում, Սարգսյան հարվածը փակված է Ալեքսանդր Սարգսյանին։ Եվ անկյունային է վաստակել իմ Արցախը, Բարսեղյան փոխանցում։ Խաղարկվեց գնդակը Գևորգյանի հետ, հրաշալի անցում, Արշակ Գևորգյան, փափուկ փոխանցում, Բարսեղյան հարված և Վահե Հունանյանն է հիմա փրկում իր թիմին, տեսնում ենք, ակտիվ են մեկնարկել երկրորդ խաղակեսը Արցախի տղաները, կրկին անկյունային, Բարսեղյան, այս անգամ ցածրից փոխանցում կատարեց Էդգար Բարսեղյանը, փորձում է շատ արագ հավասարեցնել հանդիպման հաշիվը Արցախը, երկրորդ տեմպով է շարունակում գրոհը, Տաշյան փոխանցում կրկին հեռացված է գնդակը։ Հիմա տեսնում ենք, փորձում են ճնշել Արցախի ֆուտբոլիստները Պալերմոին և կարողանալ արդյունքի հասնել, տեսնենք։ Անտոնյանը սխալվեց։ Փոխանցում Այվազյանից, Անդրեասյան, Անդրեասյան և Անդրեասյանից էլ հիմա սինեցին գնդակ, այստեղ էլ բախում տեղի ունեցավ երկու թիմերի ֆուտբոլիստների կատարմամբ։
Բայց ամեն ինչ կարգին է, եզրային նետում վաստակեց Պալերմոն, Այվազյան շարժվում է առաջ եւ անկյունային վաստակեց իր թիմի համար Կարեն Այվազյանը։ Տեսնենք այս անկյունային հիմա։ Անցում Տուգանov հրապարակ, Տաշյանն է հեռացնում գնդակը և այստեղ Մարտիրոսյանը մի փոքր ապահովության դեպքում հեռացրեց գնդակը իրենից ձախ եզր, Սադաֆյան վերջին պահին հիմա հեռացրեց գնդակը Հովհաննես Սադաֆյանը։ Գրոյի Ռոքյան նորից Մարտիրոսյանն է լավ գործում պաշտպանությունում, այսօր ուղղակի փայլուն է նա պաշտպանությունում եւ այստեղ էլ հիմա լավ դիրքում Տուգանային է վաստակում Պալերմոն եւ տեսնում ենք Հովհաննես Վարդանյանն է զգուշացվելու տենի կարտով Տեսնենք այս Տուգանային է հիմա Ցավալի սուլիչը կա հարված և փրկում է հիմա Էդգար Մաղաքյանը իր թիմին հրաշալի հարված կատարեց տեսնում ենք Պալերմոյի ֆուտբոլիստը և անկյունային վաստակեց Պալերմոն Այզյան փափուկ փոխանցում Հարությունյանը հեռացրեց գնդակ, հիմա կարող է հակագրել Արցախը, Գևորգյանն նետվել է առաջ Շատ Գևորգյանը, բայց հրաշալի հիմա գործեց Գրիգոր Հովհաննիսյանը նրա դեմ Կանխեց այս հակագրոյը Արցախի Գրասյան արված կրկին Մաղաքյանը Փրկեց իր թիմին Լավ խաղարկումներ տեսանք Արցախի ֆուտբոլիստների կողմից Գևորգյան հրաշալի անցում Արշակ Գևորգյան փոխանցում ձախ Այս անգամ էլ Սադաֆյանը հեռացրեց գնդակը Փոխանցում Սեղանի ուղղությամբ կրկին Սադաֆյանը հեռացրեց գնդակը Մարակ անցավ նորից Արցախը գրոյի Սարգսյան, Ալեքսանդր Սարգսյան և այստեղ խաղում է Կարեն Այվազյանի կողմից վիճում է իմ այս դրվագի համար Պալերմոյի տղաները բայց խաղի մրցավարը իվերջո Տուգանային է նշանակել Պալերմոյի դարպասին տեսնենք հիմա այս ստանդարտը ինչպես կիրացնեն Արցախի տղաները Հովհաննես Վարդանյանն է կարծես թե հարված կատարելու, թողեցին նրան միայնակ դիմակիցները։ Մրցավարի սուլիչը կա, տեսնենք Հովհաննես Վարդանյան, հարված և շքեղ գոլ հեղինակ հիմա դարձավ Հովհաննես Վարդանյանը, հաշիվը դարձնում է 1-1
Հովանես Վարդանյան 1-1 շքեղ գոլ հեղինակ ուղակի դարձավ բարեկամներ Արցախի ֆուտբոլիստը Տուգանային հարվածից դարձավ գոլ հեղինակ շատ լավ հարված կատարեց ուղակի Վարդանյանը հիմա հաշիվը հավասար է մեզ մոտ տեսնենք Այս գոլին ինչով կպատասխանի Պալերմոն տեսնում ենք, որ շատ ակտիվ էին ավելի գործում Արցախի ֆուտբոլիստները այս հարկեսում և կարողացան նրանք ի վերջո Տուգանայինից արդյունքի հասնել Անկյունային է հաստակել այստեղ Պալերմոն Խանցում Տուգանային հրապարակ Սադաֆյան օրից վտանգավոր դիրքից բարձր է հարվածում Հովանես Սադաֆյանը այսօր մի քանի անգամ նա արդեն նույն դիրքից ստացավ փոխանցում, բայց նրա գլխի հարվածները դեռ արդյունք չեն տալիս Արցախը անցած մրցավեճում հանդիպեց Բենֆիկային շատ բարդ հանդիպում այնտեղ անցկացրեցին և ցավոք նրանք 1-2 հաշվով պարտվեցին այդ խաղում Իսկ Պալերմոն նույն հաշվով հաղթանակի հասավ Մոնցային այնտեղ էլ կրկին շատ բարդ հանդիպում ընթացավ կամային հաղթանակ տարավ այդտեղ Պալերմոն հիմա Նորայր Անդրեսյանն է հարվածում և Էդգար Մաղաքյանը փրկեց կրկին իր թիմին Հերվից այս անգամ փորձեց Անդրեսյանը անկյունային նորից Պալերմոյի օգտին Դեռ տեսնում ենք լավագույն ռմբարկում Պալերմոյի չի կարողանում գտնել Մաղաքյանի դարպասի բանալին փոխանցում որ շատ վտանգավոր էր նորից այս փոխանցումը շանակում է Պալերմոյի գրոմ Դաֆյան լեցին նրանից գնդակը Արագ վերադասեց Պալերմոն այստեղ գնդակը Հովանիսյան Էրվից հարված պակված է այս հարվածը հիմա Գրիգոր Հովանիսյանի ցածրից հարված կատարեց Հովանիսյանը Կրկին Անդրեսյան նետվել է գրոյ Պալերմոն Էրվից հարված Նորից փակեցին այս հարվածի ճանապարհը կրկին անկյունային Պալերմոյի կողմից շատ են այսօր Պալերմոյի անկյունայինները Երկրորդ խաղակեսի միջնամասն է արդեն մեզ մոտ բարեկամներ 1-1-ի հաշիվը շատ հետաքրքիր հանդիպան ենք ականատես լինում տեսնենք այս անկյունայինը փոխանցում Տուգանային հրապարակ և Մաղաքյանը այս անգամ լավ վերցրեց գնդակ և սկսեց իր թիմի հերթական գրողներից մեկը Խառնաշփոթ է տեսնում խաղադաշտում Այստեղ պայեց գնդակը ի վերջո Արցախը իր մոտ
գնդակ այստեղ Վարդանյանը եւ ներքո Պալերմոն գրոյի, բայց չհասկացան միմյանց հիմա Հովանեսյանն ու Անդրեասյանը։ Այվազյան կորցրեց գնդակը։ Այվազյանը Եվ հիմա այդ փոխանցում խորքից փորձեն շարժվել առաջ Արցախի տղաները։ Խարկումներ երվից արված տեսանք։ Էդգար Բարսեղյանից, բայց բարձր էր նրա արվածը։ Այս մրցաշարում լավագույն ռմբարկուն Ալեքսանդր Սարգսյանն է, 3 գնդակով։ Իսկ Արցախի ամբողջ մրցաշարերում հասկացած աղերում լավագույն ռմբարկում այսպայն Արշակ Գևորգյանն է 13 գոլով, հիմա վտանգավոր հարված տեսանք Անդրեասյանից։ Տաշյանը սխալվեց այստեղ։ Անդրեասյան եւ խախտում նրա այդ պայքարում։ Տեսնենք այս ստանդարտը Պալերմոն ինչպես իրացնի։ Ցավալի սուլի չկա, տեսնենք Հովանեսյան փոխանցում Տուգանային հրապարակ UEF-ի մոտ գծի վրայից հեռացրեց գնդակը Արմեն Խաչիկյանը, դուրս էր եկել իր տեղից Էդգար Մալաքյանը։ Երկար նետում վտանգավ կարող է ստացվել, բայց եզրային նետումը Արցախինն է լինելու։ Սխալվեց այստեղ Սարգսյանը, վտանգավոր կարող լինել, Քալոշյանը արված եւ գոլ։ Հրաշալի գոլ հեղինակ է հիմա դառնում Նարեկ Քալոշյանը, հաշիվը դարձնում 2-1։ Բարեկամներ, դժգոհությունները մնացին Արցախի ֆուտբոլիստների անցյալում եւ գոլը արձանագրված է ի վերջո Նարեկ Քալոշյանի կրկին այսօրվա խաղում
Առաջ է անցնում հաշվի մեջ։ Պալերմոն։ Տեսնենք հիմա այս գոլին ինչով կարձագանքի։ Արցախ հիմա Հովանիսյան երվից արված Մաղաքյանը փրկեց իր թիմին, շարունակում է Պալերմոյի գրով։ Ալոշյան փոխանցում, Տաշյան հեռացրեց գնդակը։ Գնալով բարեկամներ, տեսնում ենք ժամանակը ավարտվում է, այս խաղի ընդամենը մի քանի րոպե մնացին ժամանակի ավարտին և Պալերմոն այս պայն հաղթում է Արցախին։ Նորից խաղթում դաշտի կենտրոնում։ Եթե այսօր այս արդյունքը պահպանի Պալերմոն, հերթական 3 միավորը կվաստակեն նրանք և կհավասարվեն երկրորդ տեղում գտնվող Փարիզին, ընդամենը 1 միավորով կզիջեն Բենֆիկային, բայց դեռ ժամանակ կա այս խաղի ավարտին, տեսնենք այս ստանդարտը փոխանցում վտանգավոր կարող է լինել, հեռացված է գնդակը, բայց այնտեղ էլ խոտածածկին է հիմա հայտնվել։ Պալերմոյի ֆուտբոլիստը։ Շարունակում է հիմա հանդիպումը բարեկամներ։ Նշեմ, որ Պալերմոն իր միակ պարտությունը հենց կրել է մեկնարկային տուրում և այսօր նրանց 4-րդ անընդմեջ մեջ հաղթանակը կարող է լինել, եթե նրանք այս արդյունքը պահպանեն։ Երկար փոխանցում ենք տեսնում Արտիրոսյանից, լավ թողեց գնդակը Այվազյան Հովանիսյանին, Այվազյան և փոխանցումը չստացվեց Կավեն Այվազյանի, հիմա պետք է շտապեն Արցախի տղաները, ամբողջ կազմով կարծես թե գնացել են առաջ, երկար փոխանցում, Աղաքյանի փոխանցումը այստեղ չստացվեց, բայց Այվազյանն էլ արագ կորցրեց գնդակը։ Այս րոպեներին տեսնում ենք փոքր ժամանակի առումով իրենց կողմը տղաները
Մանուշյան փոխանցում կրկին։ Պալերմոյն է գնդակը լինելու այս դաթարները։ Պալերմոյի օգտին են։ Ներտում Սադաֆյան վտանգավոր է Այվազյան և կարող էր հիմա խաղի ելքը վճռել այս դրվագում Կարեն Այվազյանը, բայց նրա արվածը շեղ էր ի վերջո։ Սադաֆյան և խաղթում դրա այդ պայքարում։ Կրկին երկար փոխանցում է լինելու Մարտիրոսյանի կողմից, Մարտիրոսյան փոխանցում տուրարան հրապարակ, վտանգավոր էր հիմա Անդրեասյանի արվածից հետո դարպասաձող այստեղ փրկեց։ Արցախին շատ վտանգավոր էր հիմա արվածը Անդրեասյանի, անկյունային է վաստակել Պալերմոն։ Տեսնում ենք այս դաթարները նրանց օգտին են, վերջին Լոպեն ընթանում մեզ մոտ, փոխանցում դուրանի հրապարակ, Մաղաքյանը վերցրեց գնդակ և արագ նետում է կատարում, կարող է հիմա հակագրոյել Արցախը, անցում Սարգսյան և լավ գործեց հիմա Սադաֆյանը նա այդ պայքարում, միայն հակագրում է Պալերմոն, Պապուկ արված Հովանիսյանից և հորիզոնական դարպասաձողն է հիմա էլ փրկում Արցախի և վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է, կարողանում է Պալերմոն հետաքրքիր պայքարում հաղթել Արցախին 2-1 հաշվով, 4-րդ անընդմեջ հաղթանակն է տանում այս մրցաշարում Պալերմոն, հրաշալի հանդիպման ականատես եղանք սիրելի ֆուտբոլասերներ, այսօր այսքանն ենք պատրաստել ձեզ համար, բարի գիշեր և ամենայն բարիք։